Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե իրենց իշխանությունը չվերարտադրվի, սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Գիտեք, ընդհանրապես դա անլուրջ խոսակցություն է, այնքան անլուրջ խոսակցություն է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի ընդհանուր առմամբ, դա զուտ շանտաժ է, էլեմենտար շանտաժ է, դա այն նույն սերիայից է, որ եթե այդ Տավուշի 4 գյուղերը չհանձնենք, մի շաբաթից պատերազմ կլինի, Միջև այդ, երբ իրենք ասում էին 7 տարի մի դասարանում էին մնացել, ասում էին, երբ իրենց ասում էին այ հիմա պատերազմ է լինելու, իրենք ասում էին պատերազմ չի լինելու մինչև 20 թվականը։ Այսինքն սա մարդիկ են, որոնք գեոքաղաքական առումով վերլուծելու ունակություններ ընդհանրապես չունեն առհասարակ։ Միայն Ալիևի եւ Փաշինյանի միջև նույնիսկ եթե համարենք պայմանավորվածություն կարող է, մենակ դրանով չի լինում պատերազմներ։ Այսինքն զսպող մեխանիզմներ են աշխատում։ Հենց դրանում է հարցը, որ դու պետք է ունենաս բալանս, շահերի բալանս երկրում, որպես որ եթե հանգարց որևէ մեկը X երկիրը հանգարց որոշի, որ մի հատ կռիվ չսկսենք, պատերազմ չսկսենք, այդ մյուսը ասի մի րոպե, բա ես իմ շահից չի բխում դա։ Սա է հարցը, այսինքն դա սովորական քաղաքական բլեֆ է, հասկանում եք, եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական բոմժությունը առհասարակ ինքը երբեք որևէ լավ տեղ չի տանում առհասարակ։ Դրա համար ասենք աշխարհաքաղաքական բոմժությունը, այսինքն երկիրը կամ իշխանությունը այնտեղ կաց որտեղ հաց, այսինքն որտեղ այդ պահին հաց են տալիս, սովորաբար մի անգամ հաց են տալիս, հետո արդեն բան է, ընդհանուր առմամբ արդեն բան է, ոչ մի բան չեն տալիս առհասարակ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։